Սիրելի եղբայրներ եւ քույրեր, կան բազում հարցեր, որոնց կարելի է հանգիստ հեռվից պատասխանել։ Կամ մարդիկ ինչ են մտածում հավատքի մասին օրինակ, կամ հասարակությունն ինչպես է վերաբերվում եկեղեցուն, կամ այսօր ինչպես են ընդունում ավետարանը, ինչու են ոմանք հավատում, իսկ ոմանք կասկածում։ Բայց մի հարց կա, որից մարդը չի կարող թաքնվել ուրիշների կարծիքների հետևում։ Այդ հարցը չի կարելի ամբողջությամբ թողնել աստվածաբաններին, հոգևորականներին, ծնողներին, ավանդությանը կամ հասարակությանը։ Այդ հարցը մի օր պետք է անձամբ հնչի յուրաքանչյուր մարդու սրտում։ Իսկ դու ում ես համարում Հիսուս Քրիստոսին։ Ոչ թե որպես մշակույթ կամ պատմություն, կամ քո ընտանիքի համար ով է Հիսուս Քրիստոսը, կամ քո ժողովրդի համար ով է Հիսուս Քրիստոսը, այլ ով է նա քեզ համար։ Ահա այս հարցին է Տերը բերում աշակերտներին այս ավետարանական հատվածում Մարկոսի ավետարանի 8-րդ գլխի 27-ից 30 համարներում։ Քրիստոսը հարց է տալիս ճանապարհին, 8:27 Մարկոսի ավետարան։ Եվ Հիսուսը իր աշակերտների հետ գնաց Կեսարիա Փիլիպպեի գյուղերը։ Ճանապարհին նա հարցնում էր իր աշակերտներին. Ուշադրություն դարձրեք, Քրիստոսը այս հարցը տալիս է ճանապարհին։ Ոչ թե հանդիսավոր պայմաններում, ոչ տաճարում, ոչ ժողովրդի առաջ, ոչ ակնհայտ հրաշքի պահին։ Նա քայլում է աշակերտների հետ եւ սկսում խոսակցությունը։ Սա շատ կարևոր է, որովհետև հավատքը բացահայտվում է ոչ միայն տոնական օրերին, ոչ միայն ժամերգության ժամանակ, ոչ միայն այն պահին, երբ կանգնած ենք սրբապատկերի կամ խաչի առջև, կամ լսում ենք գեղեցիկ քարոզ։ Հավատքը բացահայտվում է ճանապարհին, սովորական կյանքի մեջ, հոգնածության, օքսերի, զրույցների, ընտրությունների, ցավի, վիրավորանքի, վախի եւ փորձության պահին։ Աշակերտներն արդեն շատ բան էին տեսել, նրանք տեսել էին, թե ինչպես Քրիստոս բժշկում էր հիվանդներին, մաքրում էր բորոտներին, հանում դևերին, հազարավոր մարդկանց կերակրում հացով, բայց այժմ Տերը նոր հրաշք չի կատարում նրանց աչքերի առջև։ Նա հարց է տալիս։ Երբեմն Աստված հենց այդպես է գործում։ Մենք սպասում ենք նշանի, զորության, պատասխանի, հրաշքի, իսկ Տերը մեզ հարցնում է. Ո՞վ եմ ես քեզ համար։ Երբ քո համար դժվար է, ո՞վ եմ ես քեզ համար։ Երբ դու հիասթափված ես, ո՞վ եմ ես քեզ համար։ Երբ մեղք ես գործել, ո՞վ եմ ես քեզ համար։ Երբ կանգնած ես ընտրության առաջ, ո՞վ եմ ես քեզ համար։ Երբ շուրջ բոլորը տարբեր բաներ են ասում, ո՞վ եմ ես քեզ համար։ Կեսարիա Փիլիպպեի շրջանը խորհրդանշական միջավայր ուներ։ Այն կապված էր էթանոսական պաշտամունքների եւ կայսերական իշխանության հետ։ Եվ ահա այնտեղ աստվածների հետ չաստվածների զորության, իշխանության եւ փառքի մասին բազմաթիվ մարդկային պատկերացումների մեջ Քրիստոսը հարցնում է աշակերտներին. Մարդիկ ում են համարում ինձ։ Կարծես Տերը նրանց բերում է տարբերակման, շուրջը շատ ձայներ կան, ուժի մասին շատ պատկերացումներ կան, շատ մարդկային կարծիքներ գոյություն ունեն, բայց Քրիստոսի մասին ճշմարտությունը չի ծնվում մեծամասնության կարծիքից, այն Աստված է բացում մարդու սրտին։ Մենք էլ ենք ապրում բազմաթիվ ձայների մեջ։ Մեկն ասում է Հիսուսը մեծ ուսուցիչ է, մյուսը մարգարե է, երրորդը բարոյական մի օրինակ է, չորրորդը կրոնական խորհրդանիշ է, եւ ոմանք էլ կարծում են, թե հավատքը հնացել է, բայց Քրիստոսը մարդկային կարծիքների մեջ չի լուծվում։ Նա քայլում է մարդու կողքով եւ մի օր անձամբ հարցնում է նրան։ Քրիստոնեությունը սկսվում է ոչ թե այն պահին, երբ ես գիտեմ մարդկանց կարծիքները Քրիստոսի մասին, այլ այն պահին, երբ սրտով պատասխանում եմ Քրիստոսին։ Եվ ահա աշակերտները սկսում են պատասխանել, թե ինչ են մարդիկ ասում։ 8:28 Նրանք պատասխանեցին. Հովհաննես Մկրտիչ, իսկ ուրիշները Եղիա եւ ոմանք մարգարեներից մեկը։ Նայեք, թե ինչ պատասխաններ են մարդիկ տալիս։ Սրանք վիրավորական պատասխաններ չեն։ Սրանք շատ բարձր գնահատականներ են։ Հովհաննես Մկրտիչը ապաշխարության մեծ մարգարե է։ Եղիան Իսրայելի ամենահարգված մարգարեներից մեկն է, Աստծո հանդեպ նախանձախնդրության կերպար է։
Մարգարեներից մեկը, այսինքն Հիսուսի մեջ տեսնում էին Աստծո մարդու ճշմարտության կրողի։ Մարդիկ չեն ասում նա ոչ ոք է, նրանք ասում են նա մեծ է, բայց նույնիսկ բարձր կարծիքը կարող է սխալ լինել, եթե չի հասնում ճշմարտությանը։ Կարելի է հարգել Քրիստոսին և չերկրպագել նրան, կարելի է հիանալ նրա խոսքերով և չհետևել նրան, կարելի է նրան սուրբ մարդ համարել և չընդունել որպես Տեր, կարելի է նրա մասին գեղեցիկ խոսել և ապրել այնպես, կարծես նա իշխանություն չունի իմ կյանքի վրա։ Սա շատ ժամանակակից խնդիր է։ Շատերը պատրաստ են Հիսուսին ընդունել որպես իմաստուն մարդու, բարոյական ուսուցչի, սիրո մարգարեի, աղքատների պաշտպանի, մշակույթի ներշնչանքի աղբյուրի, բայց ավետարանը ավելի խոր պատասխան է պահանջում։ Քրիստոսը չի հարցնում ձեզ դուր եմ գալիս, նա հարցնում է ով եմ ես, որովհետև եթե նա միայն ուսուցիչ է, ես կարող եմ ընտրել նրա այն խոսքերը, որոնք ինձ հարմար են, եթե նա միայն մարգարե է, ես կարող եմ հարցնել նրան հեռվից, եթե նա միայն պատմական անձ է, ես կարող եմ քննարկել նրան առանց ապաշխարության, բայց եթե նա Քրիստոսն է, ապա իմ կյանքը այլևս միայն ինձ չի պատկանում։ Պատկերացրեք մի մարդու, որ կանգնած է տան դռան մոտ և ասում է. ես շատ եմ հարգում այս տունը, այն գեղեցիկ է, տաք է, ապահով է, այստեղ լավ մարդիկ են ապրում, բայց ինքը ներս չի մտնում։ Նա կարող է ճիշտ խոսքեր ասել տան մասին, բայց մնալ դրսում։ Այդպես կարող է լինել նաև հավատքի մեջ։ Մարդը կարող է շատ բան իմանալ Քրիստոսի մասին, հարգել քրիստոնեությունը, սիրել եկեղեցական մշակույթը, գնահատել ավանդույթները, բայց չմտնել կենդանի հարաբերության մեջ Տիրոջ հետ։ Քրիստոսը մեզ չի կանչում լինելու իր մեծության արտաքին դիտորդները, նա մեզ կանչում է աշակերտության։ Կասկածող մարդու համար այս հատվածը շատ ազնիվ է հնչում, Տերը չի առամարում քո հարցերը, նա ինքն է սկսում խոսակցությունը, բայց նա քեզ ավելի հեռու է տանում, քան կրոնի հանդեպ սովորական հետաքրքրությունը։ Եկեղեցական մարդու համար էլ այս հատվածը շատ կարևոր է։ Կարելի է տարիներով սրբության կողքին լինել և միևնույն ժամանակ պատասխանել ուրիշների խոսքերով։ Կարելի է ասել մեր հավատքը, մեր եկեղեցին, մեր ավանդույթները, բայց մի օր Քրիստոսը կհարցնի դու անձամբ ով ես իմ առաջ, ուր է քո սիրտը։ Ամենավտանգավոր հեռավորությունը սա է՝ մոտ լինել Քրիստոսի մասին խոսքերին, բայց հեռու մնալ Քրիստոսից։ Երբ աշակերտները փոխանցեցին մարդկանց կարծիքները, Տերը տվեց գլխավոր հարցը. իսկ դուք 8:29 նա ասաց նրանց, իսկ դուք ում եք համարում ինձ։ Այս հարցի մեջ առանձնահատուկ ուժ կա։ Իսկ դուք, այսինքն ոչ ժողովուրդը, ոչ դպիրները, ոչ փարիսեցիները, ոչ ամբոխը, ոչ ընտանիքը, ոչ հարևանները, ոչ նախնիները, ոչ մշակույթը, իսկ դուք։ Քրիստոսը աշակերտներին դուրս է բերում ընդհանուր աղմուկից։ Նա կարծես ասում է դուք լսեցիք ուրիշների կարծիքները, այժմ ես ուզում եմ լսել ձեր սիրտը։ Սա անձնական պատասխանատվության հարց է։ Մարդը կարող է երկար ժամանակ ապրել ընտանիքի հավատքով, կարող է ասել իմ տանը հավատում էր, իմ տատը հավատում էր, իմ ժողովուրդը քրիստոնյա է, ես մկրտված եմ, մեր տանը սրբապատկերներ կան, մենք տոներին եկեղեցի ենք գնում, այս ամենը կարող է թանկ ու կարևոր լինել։ Բայց Քրիստոսը տալիս է մի հարց, որին հնարավոր չէ պատասխանել միայն ժառանգված բառերով։ Հավատքը կարող է փոխանցվել որպես գանձ, բայց այն պետք է դառնա անձնական խոստովանություն։ Ու Պետրոսը պատասխանում է. դու Քրիստոսն ես։ Սա մի կարճ խոստովանություն է, բայց դրա մեջ կա մեծ խորություն։ Քրիստոս նշանակում է Մեսիա, Աստծո օծյալ, նա ում սպասում էր Իսրայելը, այսինքն թագավոր, փրկիչ, Աստծո խոստումների իրականացնողը։ Պետրոսն ասում է. դու մարգարենից մեկը չես, դու նա ես, ում մասին խոսել են մարգարեները, դու պարզապես Աստծուց չես խոսում, դու նա ես, որի միջոցով Աստված գալիս է փրկելու իր ժողովրդին։ Բայց կարևոր է նկատել, Պետրոսը ճիշտ խոսքեր է ասում, սակայն Մարկոսի ավետարանի շարունակության մեջ պարզ է դառնում, որ նա դեռ չի հասկանում այդ խոստովանության ամբողջ խորությունը։
Հաջորդ հատվածում Քրիստոսը սկսելու է խոսել տառապանքի, մերժման, մահվան եւ հարության մասին, եւ Պետրոսը ընդդիմանալու է։ Սա նշանակում է, որ մարդը կարող է ասել ճիշտ խոստովանություն, բայց դեռ կարիք ունենալ, որ Աստված բժշկի իր պատկերացումները Աստծո մասին։ Տերը ընդունում է հավատքի սկիզբը, նույնիսկ եթե մեր հավատքը դեռ հասուն չէ։ Պետրոսը խոստովանում է Քրիստոսին, բայց դեռ չի հասկանում խաչը։ Աշակերտները գնում են Հիսուսի հետևից, բայց նրանց առջև դեռ կան վախեր, անկումներ, փախուստներ, արցունքներ եւ վերականգնումներ։ Գուցե այսօր ինչ-որ մեկը նույնպես ասում է. «Տեր, ես հավատում եմ, բայց իմ մեջ դեռ շատ անհասկանալի բաներ կան։ Ես խոստովանում եմ քեզ, բայց սիրտս դեռ վախենում է։ Ես քեզ կոչում եմ Քրիստոս, բայց երբեմն ուզում եմ, որ դու գնաս իմ ճանապարհով, ոչ թե ես քո»։ Եվ Տերը նման մարդուն չի մերժում։ Նա սովորեցնում է, մաքրում է, տանում է առաջ, բայց այս հարցը չի կարելի թողնել անպատասխան։ Քրիստոսի առաջ չեզոքությունը երկար չի պահպանվի։ Վաղ թե ուշ մարդը կամ բացում է սիրտը նրա առաջ, կամ փակում։ Քրիստոսը մեզ հարց է տալիս տեղեկություն ստանալու համար։ Նա հարցնում է, որպեսզի սիրտը դուրս գա իր թաքստոցից։ Բայց ինչու այս մեծ խոստովանությունից հետո Հիսուսը պատվիրում է, որ նրանք ոչ ոքի չասեն դրա մասին։ 8:30-ի մեջ գրված է. «Եվ նա խստիվ պատվիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի չասեն»։ Առաջին հայացքից սա տարօրինակ է։ Պետրոսը ճշմարտություն ասաց, դու Քրիստոսն ես, իսկ այդ դեպքում ինչու Հիսուսը պատվիրում է չխոսել դրա մասին։ Որովհետև շատերի պատկերացման մեջ Մեսիան սպասվում էր որպես հաղթող, քաղաքական ազատարար, երկրային թագավոր։ Նա, ով պիտի ջախջախեր թշնամիներին եւ վերականգներ Իսրայելի փառքը։ Բայց Քրիստոսը չեկավ մարդկանց ուժի մասին երազանքներ անելու համար։ Նա եկավ փրկելու մարդուն խոնարհության, տառապանքի, մահվան եւ հարության ճանապարհով։ Աշակերտները դեռ պատրաստ չեն քարոզելու Մեսիայի մասին, քանի դեռ չեն հասկացել, թե ինչ ճանապարհով է գնում Մեսիան։ Հիսուսը պատվիրում է լռել ոչ թե նրա համար, որ ճշմարտությունը պետք է հավիտյան թաքնված մնա, այլ որովհետև Քրիստոսի մասին ճշմարտությունը առանց խաչի կարող է խեղաթյուրվել։ Ասել Հիսուսը Քրիստոսն է ճիշտն է, բայց եթե Քրիստոս բառի տակ մարդը հասկանում է միայն հաջողություն, բոլոր խնդիրներից պաշտպանություն, կրոնական հպարտություն, ազգային փառք կամ երկրային բարեկեցություն, նա դեռ չի հասկացել ավետարանը։ Այս հատվածից անմիջապես հետո Քրիստոսը կասի. մարդու որդին շատ պետք է չարչարվի, սպանվի եւ երրորդ օրը հարություն առնի։ Դա Մարկոսի 8:31։ Քրիստոսը Մեսիան է, ով փրկում է ոչ թե սերով, այլ խաչով, ոչ թե բռնությամբ, այլ զոհաբերող սիրով, ոչ թե երկրային տիրապետությամբ, այլ մեղքի, մահվան եւ սատանայի նկատմամբ հաղթանակով։ Մեզ համար սա նշանակում է, որ Քրիստոսին խոստովանել նշանակում է թույլ տալ, որ նա ուղղի մեր սպասումները։ Երբեմն մարդը ուզում է այնպիսի Քրիստոս, ով պարզապես կլուծի խնդիրները, կհեռացնի ցավը, կպատժի թշնամիներին, հաջողություն կտա, կհաստատի մեր իրավացիությունը, բայց ավետարանը բացում է մեզ այն Քրիստոսին, ով նախ բժշկում է մեր սիրտը, սովորեցնում ապաշխարություն, խոնարհություն, ներողամտություն եւ սեր։ Այն մարդու համար, ով հեռացել է, ընկել է կամ ամոթի մեջ է, այս հատվածն ասում է. Քրիստոսը հեռավոր կրոնական խորհրդանիշ չէ, նա փրկիչն է, ով եկել է կորած մարդուն որոնելու։ Դու կարող ես վերադառնալ։ Այն մարդու համար, ով արտաքինից մոտ է, բայց ներսում սառել է, այս հատվածն ասում է. ճիշտ խոսքերը առանց սիրո կարող են դիմակ դառնալ։ Քրիստոսը կանչում է ոչ միայն շուրթերով խոստովանության, այլ սրտի փոփոխության։ Այն մարդու համար, ով վստահ չի Աստծո մեջ, այս հատվածն ասում է. Աստված քեզանից արհեստական կրոնականություն չի պահանջում։ Նա ազնիվ հարց է տալիս եւ հրավիրում ազնիվ պատասխանի։ Սկսիր ճշմարտությունից։ Ասա Աստծուն. Տեր, ուզում եմ ճանաչել, թե դու ով ես։ Չի կարելի խոստովանել խաչված Քրիստոսին եւ ապրել այնպես, կարծես խաչը քո սրտին չի դիպչում։ Ավետարանի գլխավոր հարցը հնչում է ոչ միայն Պետրոսին եւ առաքյալներին, այլ յուրաքանչյուրին, իսկ դուք ում եք համարում ինձ։ Այս հարցի պատասխանը չի կարող փոխարինել
ավանդությամբ, մշակույթով, ուրիշների կարծիքով կամ արտաքին կրոնականությամբ։ Քրիստոսը սպասում է անձնական խոստովանության, որը դառնում է կյանքի ճանապարհը։ Այսօր Քրիստոսը քայլում է աշակերտների հետ այդ ճանապարհին, բայց իրականում նա քայլում է յուրաքանչյուրիս կյանքի ճանապարհով։ Եվ մի պահ աշխարհի այս աղմուկի, ուրիշների կարծիքի, մեր վախերի, սովորությունների եւ կասկածների մեջ հնչում է նրա հարցը. իսկ դու ում ես համարում ինձ։ Մի շտապիր պատասխանել միայն սովորած բառերով։ Թույլ տուր, որ սիրտդ լսի այդ հարցը։ Եթե Քրիստոսն ինձ համար միայն ավանդություն է, թող նա դառնա ինձ համար Տեր։ Եթե նա ինձ համար միայն նեղության պահին օգնական է, թող նա դառնա իմ կյանքի կենտրոնը։ Եթե նա ինձ համար միայն ուսուցիչ է, թող նա դառնա փրկիչ։ Եթե ես վաղուց գիտեմ ճիշտ պատասխանը, թող իմ պատասխանը դառնա հավատարմություն, սեր եւ ապաշխարություն։